19-րդ դարում, 20-րդ դարում, երբ որ գիտությունը շատ բուրըն զարգանում էր, երբ որ ինչ-որ նոր հայտնագործություն էր լինում, օրինակ էլեկտրատեխնիկայի, մեխանիկայի, դա չէր ընդունում գիտական հանրության կողմից, մինչև չէր ստուգում, այսինքն մի ուրիշ լաբորատորիա է, Ետադենք ամերիկացի մեկը հայտնաբերում էր, մինչև չեմ, եվրոպացի մեկը չէր ասում, այո, սա ես կրկնեցի, այո, ես տեսա, որ հոսանքը այսպես հոսում է, հոսանքը լարումից այսպես է կախված, հա, ով մի օրենք գոյությունը եւ այլն, այդ գիտելիքը որպես գիտական հանրությունը չէր ընդունում, ուրեմն պիտի լինի վերարտադրելի եւ ստուգելի։ Եվ մինչև այսօր էլ այդպես, հա, ինչ-որ մի խոշոր լաբորատորիա, գիտնական լաբորատորիա հայտնաբերում է, չեմ, գեների մասին, գենետիկայի ինչ-որ նոր բան է հայտնաբերում, բայց մինչև դա չի ստուգվում, դեռևս հիմնավոր չի համարվում։ Չնայած այսօր կան հայտնագործություններ, որոնք ստուգել ուղղակի հնարավոր չի։ Մենք ամենամեծ արագացուցիչը աշխարհի եւ զորը, որը Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի սահմանագծում է, այնտեղ նոր հայտնագործություններ են անում, բայց ստուգել չի, որտեղ այդպիսի գործիք չկա։ Հիմա մենք իր լուսանկարը կտեսնենք, ամենից ձեր բերման գործընթացն է։ Հետազոտության ճանապարհով կարող ենք մենք ձեռք բերել գիտական գիտելիք։ Եվ ձեր դպրոցը, վարժարանը, հա, հետազոտական է, այսինքն դուք դրա մեջ եք։ Դուք այդ միջավայրի մեջ եք, որտեղ կարելի է ձեռք բերել գիտական գիտելիք, որտեղ գիտական գիտելիք ձեռք բերելու ճանապարհը գիտական հետազոտություն։ Եթե հետազոտություն կատարելու մասին ենք խոսում, ուրեմն եկեք տեսնենք, թե իսկ ինչ պետք է անել։ Ինչ քայլեր անենք, որ գործընթացին, դա մի գործընթաց է, իսկ այդ գործընթացը ինչ փուլերից է կազմված, ինչ քայլեր մենք պետք է անենք։ Այստեղ ուրեմն այսպես սխեմատիկ այդ ամեն ինչը ցույց է տրված, փուլերն են ցույց տրված, եկեք տեսնենք։ Առաջինը հետազոտության ուղղության որոշում, սա ակնհայտ է։ Մինչև որ դուք համար պարզ չեն ինչով ես զբաղվելու, ինչ ես հետազոտելու, ինչ ես ուսումնասիրելու, խառնաշփոթ լինելու քո գլխում եւ որևէ արդյունք դա չի տալու։ Իմ փոքրիկ թորնիկը երոշա։ Ինչ է արդիականությունը։ Այ տեսեք, դուք ինչ-որ ուղղություն եք որոշում, մի կես տարի, մի տարի, մի ամիս, չգիտեմ, ինչ-որ ժամանակ դրանով զբաղվում եք, բայց իմաստ ունի դրանով զբաղվել, թե չէ, հարց է, չէ, իսկ ինչով ես դու զբաղված, իսկ դա ամեն մարդ իրան պիտի հարց տա, ես իմ մի տարվա կյանքը իմաստ ունի, ծախսել ինչ-որ մի բան, իմ ժամանակը իմաստ ունի, այդ հետազոտությունը իմաստ ունի, թե իմաստ չունի, եւ այդ ամենի պատասխանը տալիս է արդիականություն, այս փուլում, արդիականության հիմնավորում։ Բանը ինքը ասում է, արդյոք այդ խնդիրը արդիական է, արդյոք այդ խնդիրը այսօր ունի կարևոր նշանակություն, հասկանալի է, հա։ Հաջորդ քայլը, այսպես է, երկու բանը արեցինք, հետազոտության օբյեկտիվ առարկայի որոշում։ Օբյեկտ եւ առարկան դրանք հենց այն է, ինչով զբաղվում ենք։ Օբյեկտը ավելի ընդհանուր է, ավելի ընդհանուր, օրինակ, ես ցանկանում եմ զբաղվել ավտոմեքենայի ներքին այրման շարժիչով, հա, նրա աշխատանքի ուրեմն առանձնահատկությունները շատ լավ, սա կլինի օբյեկտ, բայց դու ամբողջ շարժիչով զբաղվել չես կարող, շարժիչը շատ բազմաբնույթ է, ֆիզիկական բազմաթիվ երևույթներ են տեղի ունենում, հիմա այնտեղ ասում քեզ ի՞նչն է հետաքրքիր, օրինակ, քանի որ մենք ծովի մակերևույթից մի 1000 մետր, հիմա երևի 900 այստեղ կամ 1000 բարձր Երևան է գտնվում, իսկ եթե գնանք Սևան, մոտ 2000 մետր բարձր կլինի, 1900 մետր, ուրեմն մեզ հետաքրքրում է, թե այդ բարձրությունների փոփոխությունները ինչպես կազդեն ավտոմեքենայի ներքին այրման շարժիչի աշխատանքի վրա, որտեղ օդը նոսրանում է, թթվածը նոսրանում է, հազար մի փոփոխություններ են լինում, տեսնենք այդ ինչ ձևով կազդի։ Այսա կլինի հետազոտության առարկա, բարձր, հա։ Ուրեմն պարզեցինք հետազոտության օբյեկտը, որը ընդհանուր է, եւ պարզեցինք հետազոտության նպատակի սահմանումը։ Լավ, ինչ ենք անում, ինչ նպատակ ենք հետապնդում, ինչն է մեզ հետաքրքրում, ինչ նպատակ։ Նպատակը ցանկացած մեր գործունեության համար կարևոր է։ Ցանկացած, չգիտեմ, ես ցանկանում եմ ինչ-որ նպատակ ունեմ, քանի որ դուք սարեր շատ եք բարձրանում, հա, եւ արդեն ավագ դպրոցում եք, երևի մի քիչ բարձր սար ընտրենք, ես ցանկանում եմ այս տարի բարձրանամ անպայման բարձրանամ Արագածի գագաթը։ Ընդ որում Արագածի ոչ թե հեշտ բարձրացող գագաթը, ասենք որն է արևմտյանը, այլ ասենք հյուսիսայինն եմ ուզում բարձրանամ։ Սա նպատակը։
Ուրեմն ես ցանկացած գործ առավոտյան արտանում եք, մենք բոլորս ինքնաբերաբար նպատակներ ենք սահմանում։ Տանտիրուհին ճաշ էպելուց էլ է նպատակ սահմանում։ Ասում եկեք ճաշ էպեմ, հեսա ժամը 6-ին կողմերը ընտանիքս գալու է, որ համ կերակրեմ, համ էլ իրենք հաճույք ստանան ուտելուց, համով լինի։ Եվ ինչ անեմ, այդ տեսեք ես էլ արդիականություն, դա սնատիոսեմ կասեմ։ Տեսեք շատ արդիական է, այսօր արդյոք արժի ճաշ է պետք։ Չէ ճաշ երեկվանից լիքը գոշ է մնացել, մենք ուտենք, արդիական չի։ Կամ այսօր արժի չգիտեմ ինչ է պետք, հլավ է պետք։ Չէ, երեք չարաշնորհիկ կերել են դրանց մի օր առաջ չէ, այսօր ուրիշ բան կանեմ։ Հետո վերջապես հաշուն եկեք բանջարեղեն եկեք։ Հասկանում եք, հա, այդ դրանք են հարցերն են, որոնք մենք մեզ անդադ տալիս ենք, հետազոտություն կանենք, թե հետազոտություն չենք անել, շատ կենցանային օրինակ են բերում, բայց պատկերացրեք, եթե կենցանային այդտեղ խնդիրներ լուծելուց էլի արդիական պիտի լինի, էլի նպատակ պիտի լինի, ինչքան ավելի կարևոր է լուրջ հետազոտություններ անելուց, ուրեմն հետազոտությունը նպատակը դա նա է, որ ինչ որ դու քո առաջ քեզ առաջադրում ես։ Բարձրանալ, Արագածի, Գագաղանել, ուսումնասիրել ավտոմեքենայի ներքին այման շարժիչի աշխատանքի վրա, ծովի մակերևույթից, տեղանքի, բարձրության, ուրեմն ազդեցությունը աշխատանքի վրա։ Ուսումնասիրել արևային մարտկոցները գիտեք, հա, որ տանիքներին դնում են։ Ուսումնասիրել արևային մարտկոցների աշխատանքի օգտակար գործողության, գործակցի փոփոխությունը ինչպես է կատարվում, այսինքն արդյունավետության փոփոխությունը կախված իր տաքացման ջերմայնությունից։ Այդ պանելները տաքանում են եւ այնտեղ փոփոխություններ են կատարվում։ Սա նույնպես նպատակ է եւ բազմաթիվ այլ նպատակներ։ Արագածը հիշենք, որ արագածը ենք ուզում բարձրանալ։ Պարզը, հա, ուրեմն առաջինը հստակ է, պարզեցինք արդիականությունը, խնդիրը սահմանեցինք մեր նպատակը եւ կյանքում ցանկացած ես պատահական ճաշի մասին չասեցի, ցանկացած դեպքում մենք նպատակ սահմանում ենք, ուրիշ հարց չենք դարձում ասում, հա, այսօր մի հատ նպատակ սահմանում, չէ։ Դա ինքնաբերաբար է, բայց եթե հետազոտություն ենք կատարում, դա անպայման պետք է անել։ Հաջորդ քայլում խնդիրների ձևակերպում։ Խնդիրները գիտեք որոնք են, դրանք այն քայլերն են, որ դուք պիտի անեք, կամ այն խոչընդոտներն են, որոնք դուք պետք է հաղթահարեք։ Օրինակ, հիշում եք, մենք ուզում էինք Արագած բարձրանալ։ Սա նպատակ է։ Հիմա այդ նպատակին հասնելու համար ինչ քայլեր պիտի անենք, ինչ խնդիրներ պետք է լուծենք, ձևակերպենք խնդիրները։ Ըստ երևույթի մի որոշ բաներ մեր համար պիտի պարզենք։ Օրինակ, պարզենք ինչ հագուստ, ինչ կոշիկներ մենք պիտի հագնենք, հա։ Եղանակից կախված, դժվարություններից կախված, ուրեմն դա պիտի պարզենք եւ երևի դա ուրեմն պարզենք մեկ, գնենք երկուս։ Սա խնդիր է, որը մենք պիտի լուծենք։ Երկրորդը ըստ երևույթին մեր մարզական, ֆիզիկական վիճակը պիտի կարգի բերենք, ուրեմն ինչ որ ժամանակ պիտի քայլենք, վազենք, չգիտեմ, մարզանք անենք, լողանք, չէ՞, ուրեմն մեր վիճակը, մեր ֆիզիկական վիճակն է կարգում, սա էլ խնդիր է, որ մենք պիտի անենք։ Երրորդը, միգուցե մեզ պետք է ուղեկցողներ, գտնենք ուղեկցող, որը մեզ ուղեկցի դեպի վեր։ Տեսեք, այս խնդիրները անպայման եւ վերջապես պարզենք, թե եղանակային ինչ պայմանների դեպքում եւ ոնց կարելի է գնալ, ուրեմն այսպես մի 4 խնդիր, եթե մենք լուծենք, մենք Արագած կբարձրանանք։ Եթե 4 խնդիրները չլուծենք, մենք մեր նպատակին ուղղակի չէինք հասնել։ Որոշել, որ առաջին խնդիրը, սովորաբար առաջին խնդիրը գիտեք որ բոլորիդ համար եւ բոլորիս համար նպատակը արդեն կա։ Առաջին խնդիրն այն է, որ մենք ուսումնասիրենք ինչ կա մեր շուրջը, աշխարհում ինչ կա, այդ խնդիրը ով է լուծել, ոնց է լուծել, ինչ է արել։ Հակառակ դեպքում այն արդիականության հարցներ չենք պատասխանի։ Ուրեմն առաջինը ուսումնասիրենք ինչ կա մեր շուրջը, ինչ կա աշխարհում, դրանով ովքեր են զբաղվել այդ շրջանի այդ առանձնահատկություններով վարչական շրջան։ Գուցե ինչ-որ մեկը զբաղվել է, գուցե փաստաթղթեր կան, գուցե հոդվածներ կան, գուցե կա մասնագետ, որը արդեն զբաղվել է, գնանք զրուցեմ հետը, հա։ Սա առաջին քայլն է, բոլորիս համար, անխտիր։ Այն երկրորդ քայլը արդեն դրանից բխող ինչ-որ մի բան կլինի, չգիտեմ, չափել, սարքավորում ձեռք բերել եւ ինչ-որ չափումներ կատարել, հողի խոնավությունը չափել, չեմ անում, հազար մի բան։ Երրորդում ամփոփել արդյունքները, մաթեմատիկական մոդելներ ստեղծել, իհարկե ձեր համար այդ հիմա մի քիչ բան է, բայց ասենք մաթ մոդել, որը կնկարագրի, թե արևը կամ անձրևը եղանակը ոնց հաղթում են հողի վրա, որտեղով գազոնն է, հա, այդ խոտած ածկույթը։ Օրինակ, մաթ
մոդել մշակել, հետո այդ մարդ մոդելը հետազոտել, հետո եղանակային պայմաններից կախված ինչ-որ գրաֆիկներ սարքել եւ վերջում եզրակացություններ արել։ Հաջորդը խնդիրները ձևակերպեցին կանխավարկած ոչ բոլոր գիտական ուղղությունների համար, օրինակ ես տեխնիկական գիտությունների ներկայացուցիչ եմ, մենք կանխավարկած չենք ձևակերպում, բայց կան գիտության ուղղություններ, փիլիսոփայություն, հոգեբանություն եւ այլն, որտեղ կանխավարկած ձևակերպում են, գիտեք կանխավարկածը որն է, հիպոթեզը։ Երբ որ նախապես ինչ որ դու ասում ես այս է այսպես է, այս է երևի այսպես է, ըստ երևույթին, ասենք դու չգիտես արևը որտեղից է ծագում, ասում ես ըստ երևույթին արևը ծագում է արևելքից, հա։ Եվ հետո սկսում ես հետազոտել, իսկապես որտեղից է արևը ծագում, եւ հետո պարզում ես, որ արևելքից է ծագում, եւ ուրախանում ես, ասում ես, այ ինչքան ճիշտ հիպոթեզ է, բայց կարող է նաեւ հիպոթեզը լինի այսպիսի։ Ըստ երևույթին արևը ծագում է արևմուտքից։ Հետո հետազոտում ես, պարզվում է չէ, արևմուտքից չի ծագում, արևելքից է ծագում։ Բայց էլի շատ լավ է, որովհետեւ դու հետեցիր քո հիպոթեզը եւ իհայտ եկա ճշմարտությունը, պարզ է, հա։ Ուրեմն հիպոթեզը նախնական կանխավարկածն է տվյալ երևույթի հետազոտության առարկայի մասին, ինչպիսին է, ինչ կլինի։ Դուք կարող եք հիպոթեզ ունենալ մեր այս վարչական շրջանի ուսական հողային ինչ-որ առանձնահատկությունների մասին, որը կարող է սկզբից ճիշտ լինի, ըստ երևույթին, հետո ասեք, չէ, ես ինչ լրիվ մի բան էր, ես ճիշտ չէի։ Բայց դուք ճիշտ եք, դες սխալ եք, իրական չի, կարևորը որ ձեր վերջին լուծումը ճիշտ լինի, հա։ Որտեղ այն գիտության ներկայացուցիչները նորից են կրկնում, ովքեր կանխավարկած ձևակերպում են, մեծ ուրախությամբ ասում են հաստատվեց մեր հիպոթեզը եւ մեծ հպարտությամբ ասում են այսպիսով հետվեց մեր հիպոթեզը։ Դա շատ կարևոր է։ Որտեղ առանց հետազոտության մեթոդի մենք մեթոդ ունենանք ինչ-ինչ ոնց հետազոտենք։ Տարբեր մեթոդներ կան։ Հիմա տեսեք, ծրանը ինչպես է։ Եվգենի։ Լուսին, շատ սիրուն մի անձ։ Ուրեմն ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե Լուսինեն ինչ մեթոդ պիտի ընտրի։ Ըստ երևույթին, չգիտեմ, վիճակագրական հետևի ոնց է աճում, որ ժամերին են չեմ, կամ հաշվի ինչ տարածք է, հողային տարածքի ինչքան է եւ այդ դրա որ մասնա մշակված, որ մասնա չմշակված, կամ բուսականությունը որ մասնակազմում տարածքի չեմ իմանում։ Բայց մի մեթոդ պիտի ընտրեք։ Հետազոտության մեթոդ, ոնց հետազոտեք, վիճակագրություն անեք, տվյալներ հավաքեք, չգիտեմ այդ տվյալները ոնց ամփոփեք եւ բոլորը պիտի ընտրեք հետազոտության մեթոդ։ Հետազոտության մեթոդները շատ տարբեր են։ Ամենապարզ հետազոտության մեթոդը որն է կարող եք ասել։ Ամենապարզը, որը մարդը սկսել է օգտագործել հազարամյակներ առաջ, մարդը օգտագործել է ամենապարզ հետազոտության մեթոդը։ Մենք դեռ ժամանակ ունենք։ Հետազոտության մեթոդը ամենապարզ որն է։ Ինչպես։ Այո, դիտումը։ Ումը թե ինչ է, որ մի նստեցից սեցի նայել, բայց այդ դիտումով կարող են անել հետևություններ։ Ես շատ պարզոտակ մի բան ասեցի, արևից որտեղից է ծագում։ Բայց եթե դու ուզում ես հետազոտես, պիտի տես, որտեղից է ծագում։ Եվ մարդը աշխարհը սկսել է ուսումնասիրել, դիեզերքը սկսել է ուսումնասիրել հենց դիտումներով եւ դիտումները հենց այդ պարզ եղանակա, բայց կա լուրջ գիտական հետազոտությունների մեթոդը, որով կարելի է ստանալ լուրջ արդյունքներ։ Հետո դիտելը կարելի է ավելի դիտելուց հետո նաև մի քիչ այդ մեթոդը ավելի արդյունավետ դարձնել, նաև համեմատել, ոչ միայն նայում ես, այլև համեմատում ես, նայում ես երկրային լուսադուներին, տեսնում ես մեկը մյուսի նկատմամբ ոնց է շարժվում, հա, նայում ես կենդանիներին, մեկը մյուսի նկատմամբ արագ է վազում, դանդաղ է վազում, մեկը ուժեղ է, մեկը թույլ է, համեմատում ես, նորից հետևություններ ես անում, որոնք դիպես կարող են հետազոտական լինել։ Իսկ հաջորդ, եթե մի հատ զարգացնենք, հաջորդը ոչ միայն համեմատում ես, այլև չափում ես։ Դու կարող ես ավտոմեքենայի եւ գնացքի արագությունները չափել ու ասել նա նրանից արագ է շարժում, այստեղ ինչ հատվածում, նա ավելի արագ չի դեմ, լուսատուները ամեն ինչ է տվել։ Երման-ջերմաշճանը, ջրի երման-ջերմաշճանը, հազար ու մի բան, որով չափումներով կարելի է անել, եւ այս բոլորը բոլորը հետազոտական մեթոդներ են, որոնք դուք կարող եք օգտագործել, սրանք պարզ մեթոդներ են։ Մի քան բան նայենք, շատ արագ։ Ինչ է լավ, հատ կարգի բերեք, հա։ Մինչև նյուտոններ իմացել են, որ բարձր տեղից կլինես ու մի բան կվնասվես, եթե քարը շպրտես կլինի,
եթե խնդրը փոխվի կընկնի, այս բոլորը մենք գիտեինք, այս բոլորը հայտնի է, բայց դա գիտական գիտելիք չէր, դա ողջախոհ կենցաղային ամենօրյա գիտելիք է։ Ու հանկարծ սա արդեն լեգենդա, լեգենդի մասին գիտեք, Նյուտոնը Քեմբրիջի համալսարանի ծառի տակ նստած, իջած էր ծառը այսօր կա եւ այնտեղ այցելուներին տանն են ծառի լուսանկարներն ունեցնի, որի տակ գրած էր, որ Նյուտոնի ծառն է այսպես։ Խնդրում եմ Նյուտոնի գլխին, բոլորիս գլխին մի բան ընկել է ինչ-որ մի ժամանակ, բայց ոչ մեկս հետևություններ չեն կարել, բայց Նյուտոնը որոշեց այս հետևությունը անի, հետազոտի եւ պարզեց աշխարհի հիմնարար օրենքներից մեկը, տիեզերական ձգողականության, մարմինների ձգողականության, պատահ ձգողականության օրենքը, եւ դա դառավ հիմնարար օրենք։ Տեսեք, ողջախոհ գիտելիքը ինչպես փոխակերպվեց գիտական գիտելիքից, ինչու փոխակերպվեց, որովհետեւ կար մի մարդ, Նյուտոն ազգանունով, Իսահակ անունով Նյուտոն ազգանունով, որը սկսեց մտածել, հետազոտել, այդ խնդրը վերջին հաշվին չի եղել։ Մյուսը նույնը Գալիլեյը։ Տեսեք, լավ մարմինները ընկնում են, բայց ինչ արագացումով են ընկնում։ Դա կախված է իրանց ձևից, չափից, կարծում եմ, ինչքան ծանր այնքան արագ կմնի մեր գլխին, չէ, բայց կարծում չէ, դե ուրիշ խնդիրներ կան։ Ժայռագության արագացման մասին բոլորը գիտեն։ Եվ Գալիլեյը որոշեց դա պարզ է, արդյոք, այսինքն այն հայտնի բանը, որ կար, ինքը ասեց մի հատ ես ստուգեմ։ Եվ ինքը սկսեց ինչ-որ բարձրություն փնտրել, բարձրտել, որտեղից տարբեր մարմիններ կգցել եւ կչափել արագությունը, ժամանակը կորոշեր արագացումը։ Տեսեք, սովորական բարձրտելից եթե գցես բլուրից մենք որ ասենք ճիշտ ասեցիք, ով ասեց։ Կարահունչը, որը մինչև Պարիս Հելունին ակադեմիկոս զորած քարեր էին կազմում, բայց հետո ակադեմիկոսը ապացուցեց, որ այն ամենայնիվ այս ամենը կապված է քարահունչ տեղանքի անվանման հետ, հիմա բոլորս քարահունչ ենք ասում, եւ քարահունչը դուք տեղյակ եք երևի, չասեմ նույնիսկ բարկած, ապացուցված է, որ դա եղել է հնագույն աստղադիտարը։ Հնագույն աստղադիտարը, որ դիտել են երկինքը, ուսումնասիրել են երկինքը։ Ելի հետազոտության գործիք հատ դիտել են, բայց նաեւ համեմատել են, չափել են, որտեղ տեսել են ինչքան ժամանակում այս մոլորակը կամ այս լուսատուն այս կում շարժում է, կում շարժում, որտեղից է հայտնվում, որտեղից է կորում, տարվա որ եղանակին է սա երևում, եւ այս անցքերը տեսնում եք, քարերի վրա անցքեր կան, այդտեղից դիտել են։ Եվ մի հատ հարց են առաջանում։ Լավ, եթե այս լուսատուստերից ես նայում եմ, ես կարող եմ ամեն ինչ տեսնեմ, բայց կոնկրետ մի բան չեմ տեսնի, եւ այդ կոնկրետ մի բան պիտի տեսնեմ, որ ասենք ինչ-որ լուսատու, որին ես անընդհատ հետևեմ։ Հա, տեսնեմ, գնաց, չգնաց, ինչ է։ Ուրեմն բարձում է շատ հետարքի լուծում է, շատ հետարքի։ Ուրեմն կավը, խոնավ կավը, այդ անցքի մեջ են մցրել, եւ խողովակը, անցք ունեցող, տեղադրել են մեջը։ Խողովակը ուղղել են այն լուսատուի վրա, այն երկնային մարմնի վրա, որ պիտի հետազոտվի, նայել են դրա վրա, ուրեմն դու նայես, դա ես տեսնում։ Հետո կավը սառել է, բայց արդեն դիրքը եղել է որոշակի, հա։ Եվ դու այդ որոշակի դիրքում, ասենք դու անդադ հետևում ես, պարզվում է մի տարի հետո այդտեղ հայտնվում, օրինակ եմ ասում։ Լուրջ հետազոտություններ կարելի է այս նույնպես գործիք ասա, հետազոտական, փորձարարական, գիտական գործիք։ Տեսնեք, մենք խոսում, հա, մենք պետք է ամփոփել արդյունքները։ Ես ունեցել եմ աշակերտներ, ուսանողներ եւ լսել եմ, ասում եմ, ես գիտեմ, բայց չեմ կարողանում ասել։ Կամ դուք, ես լավ պարապել եմ, բայց պատմել չեմ կարողանում։ Շուտ, եթե չես կարողանում, ուրեմն կամ լավ չգիտես, կամ լավ չես իրացել, կամ լեզվին չես տիրապետում։ Կամ տրամաբանական մտածողության, տրամաբանական արտահայտելը շատ կարևոր է։ Հիմա մենք խոսեցինք Նյուտոնի մասին։ Պատկերացրեք Նյուտոնը իր հայտնագործությունները անել, եւ այդ բոլորը չձևակերպել գիտական աշխատություններով։ Դրանք ոչ դա գիտություն չէր լինի, դա գիտական արժեք, հետազոտական արժեք չէր ներկայացնում։ Պետք է ձևակերպել, պետք է ներկայացնել։ Շատ կարևոր փուլ է բոլորը ձևակերպելը, բոլորը ներկայացնելը, հոդվածների տեսքով, գրքերի տեսքով, ուսումնական աշխատությունների տեսքով, պատմենտների, գյուտերի տեսքով, չգիտեմ, զեկուցումների տարբեր գիտաժողովներում, զեկուցումների տեսքով, քանի դա ամփոփված չի, ձեր արդյունքները ամփոփված չեն, դրանք դեռևս գիտական արժեք, հետազոտական արժեք չունեն, ետ չունի։ Եվ սա շատ կարևոր փուլ է, նկատի ունեցեք, շատ դժվար փուլ, լուսապատկերները, դա նույնպես սրանց պատրաստելն կարևոր է, հենց այնպես չի կարող լինի։ Սրա մեջ տրամաբանություն պիտի լինի, սրա մեջ արդյունք պիտի լինի,
վերջապես իրանք գեղեցիկ պիտի լինեն, հասկանալի, հա։ Եվ վերջում շատ քիչ ժամանակ մնաց այնքան ասելու բան կա, ժողովուրդ, շատ կարևոր մի բան մնաց, գիտական բարեվարկությունը։ Ռեֆերատ, առաջինը, որ դուք պիտի գրեք հետազոտության առաջին փուլը որն է, արդիական ուղղության որոշում, գրեցիք ուղղության մասին, տեսեք հետազոտում։ Երկրորդը, դուք պիտի քննարկեք եւ ապացուցեք դրա արդիական լինելը։ Ձեր աշխատության մեջ, որ սա այսպիսով, այս աշխատանքը մեծ հետազոտությունի կարևոր նշանակություն լուծում է այսպիսի խնդիրներ եւ այլն։ Երրորդում, ասում եք այս ասվածից ելնելով, մենք մեր առաջ նպատակ էինք դրել, այս նպատակն էինք դրել եւ լուծել ենք այս խնդիրները, անպայման։ Հաջորդ քայլը, տեսեք ինչ որ այնտեղ կա, հաջորդ քայլը, ասում եք ինչ մեթոդներ եք կիրառել։ Հետո այն մյուս քայլում բուն լուծումն եք ներկայացնում, հաջորդ քայլում ձեր ստացած արդյունքների վերլուծությունը եւ վերջում ամփոփումը։ Նույն քայլերով կատարում եք հետազոտությունը։ Ցանկացած դուք բացեք ցանկացած աշխարհի գիտական հոդված, գիտական աշխատություն։ Տրամաբանության մեջ պիտի գրեք։ Բարձր, հա։ Եվ երբ որ այս տրամաբանությունը ընկալում եք, սա կարևոր չի բանի համար, գիտական հետազոտության համար։ Կարող է նամակ գրելուց կամ չգիտեմ, ինչ-որ բան զեկուցագիր գրելուց ձեր աշխատանքի ընթացքում, ինչ-որ բանի մասին կարծիք գրելուց, դուք կտեսնեք, որ եթե դուք տիրապետում եք այս ձևին, շարադրելու, տրամաբանական այս ձևին, դուք կարողանում եք նաև ձեր մտքերը շատ հստակ ձևակերպել։ Ինչու եք արել, ոնց եք արել, ինչ եք ստացել։ Բարձր, հա, կարևորագույն մի բան, մտքերը ձևակերպելու ու ներկայացնելու համար։ Եվ այս ամեն ինչի անելուց եւ աշխատանք անելուց եւ ձևակերպելուց կան մի քանի օրենքներ, որոնք պետք է պահպանել։ Շատ պարզ բաներ են իրանք, հիմա այս թվարկեմ օրենքները այստեղ գրված են, կտեսեք թե ինչքան պարզ բաներ են, ակնհայտ բաներ են, ակնհայտ, բայց դրանք օրենքներ են, իսկ օրենքը ինչ է, օրենքը դու գիտես եւ չգիտես, խախտել չի կարելի։ Եթե դու օրենքը չգիտես եւ խախտում ես, դու պատժվում ես, հա։ Եթե մարդ չգիտի, որ գողություն անելը քրեորեն պատժելի է, եթե ինքը գողություն արեց, ինքը օրենքով կձերբակալվի եւ կպատժվի, հասկանում եք, չի կարելի, այսինքն օրենքը ասում է հակառակը անել չի կարելի եւ դրա հետևանքները կարող են լավ չլինեն։ Հիմա տեսնենք, սրանք տրամաբանական մտահանգման օրենքներն են, ոչ միայն գիտական աշխատանքների համար, ընդհանրապես տրամաբանական մտածողության համար կարևորագույն օրենքներ են եւ շատ պարզ, բայց էլ եմ ասում, մեր կյանքում ամենակարևոր բաները ամենապարզ բաներն են։ Եվ քանի որ պարզ են, մենք անտեսում ենք, ասում վերած ինչա որ։ Լավ, տեսեք ինչ ասում, նույնության օրենք, սա առաջին օրենքն է, տրամաբանական մտահանգման օրենք, առաջին։ Յուրաքանչյուր միտք եւ հասկացություն հետազոտության ընթացքում պետք է կիրառվի հաստատուն ամփոփող ընթացքով, իմաստով։ Սա ինչ է նշանակում, եթե դուք հետազոտություն եք անում եւ ինչ որ բանի անվանում եք, ինչ որ մի առարկայի երևույթի անուն եք տալիս, դա հետո միշտ պետք է ամբողջ ձեր աշխատության ընթացքում այդ իմաստով, այդ երևույթը այդ իմաստով եւ այդ անվանումով պիտի պահպանվի։ Հնարավոր չի, դուք սկզբից սկսեք նկարագրեք խնձորը, հետո ինչ-որ ժամանակ ասեք այսպիսով տանձը եւ այլն։ Դուք այդ մտքին արդեն անվանել եք խնձոր։ Պարզ օրինակ եմ ասում, բայց եւ այս սխալը շատ է կատարվում, ասեմ ձեզ, ահա որ շատ է կատարվում։ Եթե մեզ համար էլի, օրինակ մի բան ասեմ, եթե մենք ասում ենք արևը մայր է մտնում արևելքում, արևը մայր է մտնում արևմուտքում, երկու դատողություններ են մի երևույթի մասին։ Ուրեմն, վերջ, ասում ենք այնտեղ ամենը մայր։ Այս երկուսը ճիշտ լինել չեն կարող։ Դրանցից մեկը պիտի ճիշտ լինի, եթե մեկը ճիշտ է, մյուսը սխալ է։ Ուրեմն, եթե պարզում ենք, որ արևը մայր է մտնում արևմուտքում, ուրեմն մյուս դատողությունը, որ արևը մայր է մտնում արևելքում, դա սխալ է, որտեղ հակասում է նրան։ Պարզ է, հա։ Բայց ասեմ, սա է շատ պարզ է, բայց մեր կյանքում մենք հաճախ հենց այդպես են անում։ Պարզ, մեր խոսակցական, ուրեմն տարբեր լեզվում եւ հարաբերություններում մարդկային եւ դասերը ներկայացնելուց կամ դասերը ամփոփելուց եւ չգիտեմ հետեւած գրելուց, այս օրենքը շատ հաճախ խախտվում է, շատ հաճախ։ Պարզունակ, ու պարզունակ բառը չի ասում, իրան պարզ օրենք, որը պետք է կատարել։ Եվ երրորդ մյուս օրենքը, երրորդի բացառման օրենքը։
Եվ երկու հակասող դատողություններից մեկը ճշմարիտ է, մյուսը կեղծ, երրորդ դատողությունը բացառվում է։ Նորից արևի հետ օրինակ ասել, ուրեմն ունենք 3 մտահանգում, 3 արևը մայր է մտնում արևմուտքում, արևը մայր է մտնում արևելքում, արևը կարող է մայր մտնել կամ արևելքում, կախված տարվա եղանակից։ Երրորդն։ Հիմա, եթե մենք արդեն պարզեցինք, որ արևը մայր է մտնում արևմուտքում, ուրեմն այս դատողությունը ճիշտ է, մյուսը կեղծ է և սխալ, արևելքում մայր մտնի, ուրեմն երրորդ դատողությունը, որ արևը կարող է մայր մտնել կամ արևելքում, կախված տարվա եղանակից, դա բացառվում է։ Պարզ է։ Շատ պարզ էլի կերեմ ասում, շատ պարզ մի օրենք, բայց մի օրենք, որը անընդհատ մենք խախտում ենք։ Մարդը կրկոտ խոսում, ուզում ես, որ առաջինը խախտեց, հետո գնաց երկրորդը խախտեց, հետո գնաց երրորդը խախտեց, ողջորված խոսում։ Ուրեմն այստեղ պետք է հետևենք։ Օրենքը, տեսեք, օրենքը, երեմ կրկնում, խախտել չի կարելի։ Պետք է իմանանք, որտեղ եթե չիմանանք ու խախտենք, պատժելի է, եթե իմանանք ու խախտենք, ելի պատժելի է, բայց ավելի լավ իմանանք և չխախտենք։ Եվ վերջապես չորրորդ օրենքը, բավարար հիմքի օրենք։ Յուրաքանչյուր ճշմարիտ միտք պետք է ոտքի այլ հիմնավորված միտքերից ունենա տրամաբանական հիմք, լինի հիմնավորված։ Չհիմնավորված, տրամաբանված, որևէ միտք լինել չի հետևություն անել չի կարելի, ցանկացած հետևություն պիտի լինի տրամաբանված և հիմնավորված։ Այն է մի կերի ոչ պատմությունը, որ ասում էի, որ ասեցի, ասում է, ատոմը բռնենք, վերենք, դնենք ստեղ, սենց մի բան կլինի, ու ընդեր ինքը մի ամուր տեսություն է զարգացում, թե ինչ կլինի, եթե ատոմը բերի դնի ստեղ, և ես երբ որ իրան հարցեցի, դա մի րոպե, այդ ատոմը ոնց ես բռնում բերում, ինքը ասեց, դե դա լրիվ ուրիշ խնդիր է։ Այսինքն ամբողջ իր դատողությունները քարոքանն են ջուրն են գան, որովհետև հիմնավորված չէր, բացարձակ հիմնավորված չի, և այդ հետևությունները իրան անհիմն էին։ Ուրեմն ցանկացած միտք պետք է բխի այլ հիմնավորված մտքերից, այս որ ասեցի ձեր հետազոտությունները սկսելու եք ուսումնասիրությունից, ինչ է կատարվել մինչև այդ, ինչ հետազոտություններ են արվել, ինչ արդյունքներ են ստացվել, այդ դրա համար էր, այդ կետը դրա համար է պետք, որովհետև որպեսզի հաջորդ ձեր քայլերը լինեն հիմնավորված, գիտությունը այն բանն է, որ զրոյից սկսել ուղղակի հնարավոր չի։ Ես ամեն ինչը շատ հետաքրքիր նյութեր եմ, բայց մենք սրանցից կհասնենք և կհասնենք ակադեմիական կամ գիտական բարեվարկության։ Ինչ է ակադեմիական կամ գիտական բարեվարկություն։ Բարեվարկությունը գիտեք ինչ է, դա էթիկան է։ Վարվեցողության, վարքի, ճիշտ վարքի կանոններ։ Մենք մեր կենցաղում գիտենք ճիշտ է շատ վարքի կանոնները, որոնք են չխաբել, չստել, չգիտեմ, փողոցում չհրմշտել, չթքել, չհայոյել, և այլն, դասից չուշանալ, դասարան գալ պատրաստ, և հազար մի բան, բարեվարկության կանոններ, հարաբերություններ ուսուցչի հետ, ուսուցչի հարաբերություններ աշակերտի հետ, այս բոլորը կան, մենք այս բոլորը ճիշտ է շատ պատկերացնում ենք։ Բայց կա նաև գիտական բարեվարկություն, ես շատ համարոտ ես մասին խոսել, որ ինչի մասին եք խոսել։ Այս ուշադիր լսեք, որ հետո որ բլոգներում դնում եք, հաշվի առնեք։ Տեսեք, բազմաթիվ սահմանումներ կան, այս նկարները նայք, հետո ուրեմն երկու գողեր են, շատ համակրելի, տեսնում եք, չէ, լավ է, չէ։ Շատ համակրելի գողերը, բայց իրանց արարքը լավ չի։ Իրանց արարքը լավ չի, գողություն են անում։ Ուրեմն այս ձախ կողմինը, այս դասական ավազակ է, դասական քարանչի, ինքը ինչ-որ բան գողացել է և իր ավարը գողացած ծծրել է սվարկի մեջ և տանում։ Լինելով բավականին համակրելի, անում է բավականին ոչ բարևարք արարք։ Մյուսը, տեսեք, մյուսը, ես ենթադրում եմ, որ ինքը թղթեր է ծանում, գրած թղթեր, ինչ-որ մեկի գրած թղթերն է տանում, և թող այդ թղթերը լինեն ինչ-որ մեկի գաղափարները, որոնք
այդ տերի մեջ, այդ հոդվածների մեջ ամփոփել են։ Ինքն էլ ինչ-որ մեկին միտքն ու գաղափարն է գովանում։ Սա եկավ գովացավ, գիրեմ տնից, իրերը, ապրանքները, փողերը, գումարները գովացավ, ավտոմեքենայի անիմները հանեց, չգիտեմ ինչ արեց, այս մեկը ոչ մի բան չի հանում, ավտոմեքենայի անիմներ չի հանում, բնակարանների բռներ չի կոտրում, դեպաններ տրանսպորտում չի մտնում, ոչ մի բան չի հանում։ Ինքը ընդհանրապես գիր ու գրականություն է սիրում և կարդացած մարդ է, և ուրեմն տեսեք գիր է տանում, այսինքն գիրի ինչ է, դա միտք ու գաղափար է, ինքը դա է գովանում։ Բայց երկու դեպքում է զարմանալիորեն այս արարքի անունը գողությունը։ Ես ձեր գաղափարն եմ թռցնում և օգտագործում գովանում, ես գող եմ։ Դե պարզ է գրագողությունը մեր առանձնահատկությունը չի, դա ամբողջ աշխարհում կա, և տարբեր երկրներ, տեսեք, տարբեր լեզուներով ոնց են այս երևույթը անվանում, հայերեն գրագողությունն է, գրի գողություն, կարծում եմ քթած բառ է, շատ լավ բառ է, պլաջարիզմ լատիներեն, որ բոլոր գիտությունների մայր լեզուն է, պլաջո բառից է, որը գողություն է, գողություն, պլաջարիզմը անգլերեն, պլագիատը գերմաներեն, պլագիատը ֆրանսերեն, պլագիատը ռուսերեն և հետնակ արաբերեն է գրած սագի, սատիգա, և դա գիտական գողություն, արաբերեն։ Իմաստը բոլորի նույնն է, մտքի, գաղափարի գողություն։ Եվ այստեղ շատ կարևոր մի բան համիքչել ես մասին խոսենք, իրոք տեսնենք ոնց անենք, ելի կարող մենք ակամա գողություն անենք, մենք ակամա գող դառնանք։ Ընդ որում գիտեք գողությունը այնպիսի բան է, տեսեք, եթե գողի ձեռքը չես բռնել, եթե նա չի դատվել, եթե նա դադարում է գող լինելուց, չէ, գողում է գող, այսինքն որտեղ այդ արարքը կատարել։ Նույնը, եթե դու գիր ես գողանում, բայց քո ձեռքը ոչ ոք չի բռնում, չի բացահայտում կարած գողությունը, մեկը դու մնում ես գող, դեռ արարքը արել ես, հա։ Դրա համար շատ կարևոր է չանելու ուղղակի, անկախ նրանից, նրանք շատ հաճախ ասում են, բա ոնց անենք, որ չբռնվենք։ Ասում եմ, եղբայր, այստեղ ոչ թե չբռնվենք, ասում է խոսքը։ Այլ այդ բանը չանելու, որովհետև դու արդեն գող դառաս, գրի գող դառաս։ Այս տեսանք, ինչը գրագողությունը, մի քանի սահմանումներ նայենք, գիտական անշաշտորման կանոնադրությունն է, այստեղ կա, տեսեք, ատենախոսությունը գիտական աշխատանք է տեխնոլոգիական աստիճանի համար կամ այսօր արդեն դոկտորական աստիճանի համար հայցորդը, այսինքն այն մարդ, որ հեղինակն է, աշխատության հեղինակը, պարտավոր է նշել այն հեղինակների և աղբյուրները, որոնցից նա փոխարել է առանձին թույլներ կամ նյութեր։ Այսինքն, եթե ես օգտվել եմ ինչ-որ մեկից, իսկ դա պարտադիր է, տեսան չէ, այդ ոտքի հենարանք ունենայի։ Պարտադիր է մարդկա այլ աշխատությունների, այլ ուսումնասիրությունների արդյունքները և ուսումնասիրելը, և ամփոփելը, և հենվելը, որտեղ հաջորդ քայլը ես չեմ անում։ Բայց այդ հենակետը, որ դու ունես, դու պիտի նշես այդ մարդկանց անունները, նշես այդ մարդկանց ստացած արդյունքները, չյուրացնես իրենց արածքով, գիրը չգողանաս։ Այդ սահմանումը շատ լավ ասում է։ Սա մեր գիտության կոմիտեի կայքից է, նորից սահմանում նայենք, գրագողությունը ակադեմիական բարեվարկության խախտումն է, համաձայն հեղինակային իրավունքի մասին և հարակից իրավունքների մասին, սա մեր օրենքն է, Հայաստանի Հանրապետության օրենքն է, հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին։ Հայաստանի օրենքի գրագողություն է համարվում ուրիշի ստեղծագործությունից, մտքեր, հատվածներ քաղելի և առանց դրանց ստեղծագործական վերամշակման, ձեռքբերման, սկզբնաղբյուրի նշման, ամբողջ ստեղծագործությունը կամ դրա մի մասը, որպես իրենը ներկայացնել։ Այսինքն, ես ինչ-որ մի հեղինակից վերցրեցի մի գաղափար, ու չնշեցի, որ դա իրան է։ Դա ես գրագողություն եմ արել, բայց եթե ես նշում եմ, դա արդեն գրագողություն չի, ոչ միայն գրագողություն չի, ոչ միայն բարեվարկությունը չեմ խախտել, այլև ես ճիշտ ճանապարհի վրա եմ, հասկանում եք, հա։ Որտեղ ես այլ կերպ առաջ գնալ չեմ կարող, ես նրա արածի վրա պիտի հենվեմ իմ նախորդի արածի վրա։ Մեր համար դա սարսափելի մի բան է, բայց դա դրա նորմալ երևույթ է։ Այսինքն շատ կարևոր է, թե դու ինչպես ես վերաբերվում դրան, գրագողությանը ինչպես տեսեք աշխարհը ոնց հազվարգանք, շատ արագ մի քանի բաներ նայենք,
Այս կինը Ավստրիայի կառավարության նախարար է եւ ինքը մեղադրվել է գրագործության մեջ իր ուսանող տարիքում ժամանակ հետազոտական աշխատանք անելուց ինքը գրագործություն արել, այսինքն ինչ որ մեկի աշխատանքը օգտագործել է, բայց չի նշել նրա անունը, չի դողում արել, բացահայտվել է այդ բանը եւ այս համակրելի կինը հրաժարական տվել եւ հեռացել է իր աշխատանքից։ Տեսեք, ինչքան առաջ ամփոփելով, ուրեմն փաստորեն այս արարքի հետևանքները անշապկետ են։ Դուք գիտեք, որ հանցանք գործը, քրեական հանցանք գործելու ժամկետած բաներ կան, չէ՞, 20 տարի հետո կարող է հանցանքը գործած լինել, բայց մեղադրանք չառաջադրում, որտեղ ժամկետած է, կան հանցագործություններ, որոնք ժամկետած են։ Ուրեմն այս ճակերտների մեջ հանցագործությունը, այս գողությունը, անշապկետ է։ 5 տարի, 10 տարի, 20 տարի, 30 տարի, ամբողջ կյանքի ընթացքում ես կարող եմ հետապնդիկ։ Դրա համար պետք է շատ զգույշ լինենք, շատ ուշադիր լինենք, համարենք, որ սա կարևորագույն գործն է։ Մեզ կարող է ոչ ոք չբռնի մեր ձեռքը, բայց մենք գիտենք որ արվենք։ Հա, անենք։ Եվ հետարքիրը չի անել։ Որ ասում են գիտական հետազոտությունը հետարքին է, հետարքային դեպքում երբ որ դու բարձրություններն ես ստանում։ Եթե ուրիշինը վերցնում ես կանոն գրում ես դրա հաճույքը որ բայց կան մարդիկ որ անում են։ Վերջ ուրիշի ստացած արդյոք իր անով տպագրում է ու հրճվում է, դեպտեղ հրճվելու չկա։ Սոխում հատ բան է, դրա հավոտ տպրում, որտեղ հաճույք է գործընթացն է, որ դու մի բան ձեռք ես բերում, ստանում ես, էդ է հաճույքը, ոչ թե ուրիշինը վերցնես արտագրես։ Լավ, անցանք առաջ եւ երիտասարդանոց ամփոփենք։ Եվ այսպես ես վստահ եմ, որ դուք արդեն շատ նշացել եք, անհանգստացել եք, վախեցել եք, հա, ապագա հնարավոր բարդություններից, որտեղ բոլորը դեռ կարող է մի օր նախագահ վարչապետ նախարար դառնալ, ու այսպեսի մի բան հայտարարություն լինի, ինչպես խուսափենք նրա գողությունից, մտքի գաղափարի գողությունից, ինչպես խուսափենք, կա շատ բաց մի բան, կատարենք հողումներ օգտագործված հաղթություններին, կարգոշենք հեղինակներին, հենց որ ես, ուրեմն ես պարտավոր եմ ուրիշի արգորից եմ կրկում, աշխատանքի գալ հեմել, բայց ես պիտի վկայակոչեմ, հենց որ ես վկայակոչեցի, իջեցի հեղինակին, ես արդեն ոչ թե գրահող եմ, այլ շատ լավ տրամաբանված աշխատող, հետազոտող գիտնական եմ, հասկանում եք, մի անգամից իրավիճակ ասեմ։